Հանուն Հանրապետության կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է անցկացրել Տավուշում։ Քաղաքական ուժն ընտրություններին մասնակցում է Քվեաթերթիկի 18-րդ համարով, հայտարարելով, որ հունիսի 7-ի ընտրությունները կարևոր հանգրվան է Հայաստանի իրական անկախության համար։ Կուսակցության ներկայացուցիչները քննադատել են ընդդիմադիր դաշտում գործող մի շարք ուժերի, պնդելով, որ նրանց մի մասը շարունակում է սպասարկել ռուսաստանյան օրակարգը։ Ըստ Հանուն Հանրապետության կուսակցության Հայաստանի անվտանգության հիմքում պետք է լինի ոչ միայն արտաքին կախվածությունները, այլ ուժեղ բանակը, տնտեսությունը, կրթությունը, օրենքը եւ ինքնիշխան քաղաքականությունը։ Այն մարդիկ, ովքեր բռնաճնշումների տակ են տասնամյակներով պահել ձեզ, այսօր ինչ որ նոր քաղաքական ուժերի ցուցակներում են հայտնվել եւ իրենց իշխանությունը երկարաձգելու ձևեր են գտել, հա, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք։ Տավուշում կուսակցությունը բարձրացրել է նաև սահմանամերձ համայնքների դատարկվելու, աշխատատեղերի պակասի եւ մարդկանց արտագաղթի խնդիրները։ Բաբաջանյանի խոսքով Տավուշի բնակավայրերում կա տուն, հող եւ ջուր, բայց մարդիկ հեռանում են, քանի որ չեն տեսնում ապրելու եւ աշխատելու բավարար պայմաններ։ Բաբաջանյանն անդրադարձել է նաև ռուսական շուկա հայկական ապրանքների մատակարարման սահմանափակումներին։ Ասում են տվեք ձեր պետությունը, որ թողենք ծաղիկ ծախեք։ Մենք իհարկե եթե լինեինք հիմա նաև որպես ընդդիմություն, արագ իշխանությանը կհորդորեինք, որպեսզի Եվրամիության հետ առանձին ապրանքատեսակների վերաբերյալ արտոնյալ մաքսային ռեժիմ կարողանայինք ստանալ, եւ ինչպես Վրաստանը ժամանակին հաղթահարեց այդ նույն սպառնալիքը, ինչպես Մոլդովան հաղթահարեց այդ նույն սպառնալիքը, կարողանայինք մեր այս ապրանքները արագ արտահանել եվրոպական շուկա։ Հանուն Հանրապետության կուսակցությունը նաև առաջարկում է վերանայել ռուսական ռազմաբազայի եւ ռուսական տեղեկատվական ազդեցության հարցերը, պնդելով, որ Հայաստանը պետք է արագ ձևավորի այլընտրանքային անվտանգային եւ տնտեսական կապեր։ Քաղաքական ուժն ընտրողներին կոչ է անում քվեարկել 18-րդ համարի օգտին։ Քո ձայնը խորհրդարանում ուղերձով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։